Այսօր IFA-ի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որ հետ կզրուցենք ուղիղ կապի միջոցով։ Պարոն Խաչատրյան, լսում եք մեզ։ Այո, բարև ձեզ։ Ինչպես եք գնահատում ֆինանսների նախարարի այսօրվա ամփոփիչ ասուլիսը բոլոր ոլորտներում առաջընթաց է արձանագրել։ Բացի մի հարցից կամ մի բնագավառից, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ հաջողությունների մեջ չկա։ Նրա կյանքի որակը վատացել է, կենսամակարդակը իջել է, աշխատավարձը չի բարձրացել, թոշակը չի բարձրացել, բացի դա աղքատությունը դարձել է 35%։ Ես կարծում եմ սրա մասին է, որ չի ուզում իշխանությունը խոսել, կոնկրետ դեպքում նաև Վաչե Գաբրիելյանը, որը պարտավոր էր խոսել, եւ նաև խոստովանել մի բանում, որ 2008 թվականի ճգնաժամից անցել է 5 տարի, բայց 5 տարի հետո Հայաստանի Հանրապետության պարտքը երբ որ ավելացել է 3 անգամ, բայց Հայաստանի մեկ շինչին ընկնող համախառն ներքին արդյունքը դեռևս 2008 թվականի մակարդակին չէ, համախառն ներքին արդյունքը դեռևս 2008 թվականի մակարդակին չէ, բյուջեն դեռևս 2008 թվականի մակարդակին չէ։ Եվ այն հաջողությունները, որի մասին խոսում է պարոն Գաբրիելյանը եւ այսպես ողջևորված նաեւ ներկայացնում թե ինչ հաջողություններ են ունեցել, կապված չի Վաչե Գաբրիելյանով եւ նրա կառավարությունով եւ ընդհանրապես իշխանության գործունեությամբ։ Այդ ամենը ավելի շատ պայմանավորված է համաշխարհային շուկայում հիմնականում բնավոր մետաղների գնի բարձր լինելու հանգամանքով։ Պարոն Խաչատրյան, նույնիսկ Սերժ Սարգսյանն էր շատ գոհ մեր տնտեսական վիճակից, համենայն դեպս այդպես ներկայացրեց հանրապետականի համագումարում, նրանք մեծ հպարտությամբ իշխանությունները նշում են, որ կարողացել են հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Ես կարող եմ ասել, որ նրանք իրականությունը չեն ներկայացնում, շատ մեղմ բառերով եմ խոսում։ Պարզապես այն ինչի մասին որ խոսել են այդ համագումարի ժամանակ եւ ինչի մասին որ փորձում են նաեւ ներկայացնել կառավարության անդամները իրականության հետ չեն համապատասխանում, այսինքն ինչպես են հաղթահարել։ Հաղթահարել են, որ 3 անգամ նորից եմ կրկնում, արտաքին պարտք են ավելացրել, հաղթահարել են, որ մեր կենսամակարդակն է նվազել, հաղթահարել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 150,000 մոտորապես քաղաքացիներ լքել են Հայաստանը, հաղթահարել են, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները, արտահերկրյա ներդրումները պակասել են, ես չգիտեմ ինչ է նշանակում հաղթահարել։ Եթե սա է, ուրիշ է, երկրորդն էլ կա։ Եթե հաղթահարելու գինը նաև որ 35% քաղաքացիներ պետք է աղքատ լինեն, դա էլ է մի գին։ Եթե հաղթահարել են հարուստները այն 10%-ը չէ, նույնիսկ 5%-ը, որ կային Հայաստանի Հանրապետությունում օլիգարխներով հանդերձ, եթե նրանք հարստացել են, սա էլ է հաղթահարում, սա էլ է այլ գնահատական։ Այսինքն նայած թե ինչ չափանիշներ են վերցնում։ Պարզ է։ Պարոն Խաչատրյան, երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական վիճակը ինչպես կանդրադառնա առաջիկա նախագահական ընտրությունների վրա։ Դա կապված է Հայաստանի Հանրապետության քաղաքացուց։ Ինքը պետք է որոշում կայացնի, որոշել այս վիճակով, այսպիսի կյանքով է շարունակելու ապրել, թե ինքը փոփոխությունների կարիք ունի։ Որովհետև նույն Վաչե Գաբրիելյանն էլ էր ելույթում ասել, որ 2013 թվականին աղքատությունը կպակասի մի 2%-ով ոչ ավել։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ իրենք արձանագրելու են 2012 թվականի 7% աճ, որին ես ճիշտ ասած չեմ հավատում, եւ 2013 թվականին էլ նախատեսում է 6% աճ։ Այս պայմաններում նույնիսկ 33% իրենց լավատեսական այսպիսի կանխատեսումներով 33% աղքատ է լինելու։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է այսպիսի երկրում ապրել, ուրեմն ինքը պետք է որոշում կայացնի կամ ձայնը տալու է իշխանության ներկայացուցիչին կամ եթե ինքը որոշ պետք է համաձայն է որ պետք է ավելի լավ ապրի եւ իսկապես ինքը արժանի է որ ավելի լավ ապրելը պետք է ձայն չտա իշխանության ներկայացուցիչին։ Իրենց ընտրությունն է, մեզ ավելի շուտ մեր ընտրություն խնդրին է, մեզ ես նկատում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Պարզ է։ Պարոն Խաչատրյան, քանի որ դուք նաև Հայազգային կոնգրեսի անդամ եք, եւս մեկ հարց ոչ տնտեսությանը վերաբերող ձեր կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ։ Մինչև հիմա սպասել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, ես կարծում եմ քիչ ժամանակ է մնացել եւ արժի սպասել պատասխանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը բոլոր հարցերի պատասխանները տալով նաեւ ձեր հարցի պատասխանը կտա։ Ես այսօր չեմ կարող պատասխանել ինքը ինչ որոշում է կայացրել։ Արդեն կայացրել է։ Ասում եմ չեմ կարող, դեռ, չէ, ինքը ինչ որոշում կկայացնի կամ ինչ որոշում է կայացրել, ես չգիտեմ։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար, իսկ մենք շարունակում ենք թողարկում